նոր ծրագրի միջով գրանցում էին եւ այլն եւ իրենք նշում են, որ երբ ամիսը վերջանում էր, իրենք ստանում էին մոտ 14,000 դրամ, 20,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ իմանալ, որ բժիշկները այսքան մինիմալ աշխատավարձը որքան է կազմում, ինչպես նաեւ հերթագրումները մեծավին ահազանգում էին, որ հերթագրումները շատ են լինում, որտեղ եթե երեխան ջերմում են, որ կլինիկա, հերթը կարող է հասնել 1-2 շաբաթից, այդ դեպքում իրենք դիմում էին արդեն վիճառելի կենտրոններ, արդյոք դուք տեղյակ եք այս հերթագրումներից, ինչպես կառավարել այս հերթերը, որպեսզի ավելի լավ լինի, եւ ինչպես նաեւ երբ նոր է ուժի մեջ մտել ապահովությունը, ասում են, որ մոտ կես տարի հետո այն կարող է բարելավել այս համակարգը, ինչ գնահատական տալ այս պատկերությամբ ֆինանսիալ պայթել թե չէ եւ ինչ գնահատական տալ Դե ինչպես տեսնում եք, ոչինչ չի պայթել, կարող եմ ասել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ դրական արդեն հաջողության պատմությունը տարածվում է եւ մենք վստահ ենք, որ նման հետեւողական աշխատանքը եւ անընդհատ բարելավման մեր հանձնառությունը Հայաստանում ստեղծված համակարգի եւ ներդրված բարեփոխման առումով մեզ առանձնահատուկ այսպես տեղ է դնելու միջազգային առողջապահական քարտեզում։ Սիրելիներս, հենց ես շատ կարևորում էի, որ 6 ամիսները ամփոփենք, որովհետև գիտեմ, որ հիմա առաջիկայում արձակուրդային շրջան է եւ այլն, բայց հարկ համարեցի, որ նաեւ մեր հասարակությունը տեղյակ լինի եւ վստահ լինի, որ մեր դրած կառուցակարգերը, մեր ակտուարական հաշվարկները իրենց իրական կյանքում ակտուալությունը ցույց տվեցին։ Իհարկե, դեռ առաջին տարին է ապահովագրության ներդրման եւ աշխատանքները նույն տեմպով շարունակվում են եւ շարունակվելու են։ Հաջորդիվ ինչ վերաբերում է մեր սիրելի բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման չափերին, ասեմ, որ այո, առաջին 2 ամիսներին որոշակի աշխատելավոճի նոր այս համակարգը անսովոր էր թե բուժաշխատողների համար եւ ժամանակ պահանջվեց, որ նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները եւ այս պահին մենք աշխատավարձերի մասով ըստ էության բավարար ավելացումներ ունենք։ Արդյոք սա մեր երազանքի չափն է, իհարկե ոչ, բայց տեսեք, միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորինը բարձացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից եւ պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց ուրեմն մասնագետներին։ Ես ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ միջին բուժանձնակազմին։ Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է, մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է եղել։ Այո, դիմելության հաշվին, նրա հաշվին, որ նախկինում, օրինակ, նյարդաբանը կսպասարկեր 1 հոգու թե 1000 հոգու, ստանում էր նյարդբանով իրեն կցագրված անձանց հաշվարկով, միջին հաշվարկային աշխատավարձ, ասենք չգիտեմ, 200,000 դրամ, կչարչարվեր, թե ոչինչ չէր անի, դրանից իր աշխատավարձը ըստ էության չէր փոխվի, բայց հիմա նյարդաբանը ելնելով նաև իր մասնագիտական որակավորումներից եւ երբ որ մարդիկ գնում են իր մոտ խորհրդատվության,
ասում եմ, հնարավորություն ունի կրկնապատկելու, անգամներով ավելացնելու, ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Ես դες ասեմ, որ նաև մեր ֆիզիատրների, տուբերկուլոզի հիվանդներին սպասարկող անձանց համար, ինչպես ես խոստացել էի, մենք նրանց արդեն ունենք տվյալներ, ովքեր են ուզում վերապատրաստվեն, մենք նրանց կընդգրկենք նպատակային ծրագրերում, իսկ այս ընթացքում է որոշ ամեն պոլիկլինիկայի հնարավորություններից ելնելով եւս ժամանակավոր լուծումներ ենք գտել, որպեսզի նրանք ժամանակ ունենան վերապատրաստվելու։ Այսինքն այս բոլոր հարցերը մեծամասամբ լուծված են։ Հերթերի